Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Հայաստանի քաղաքասարակության 5 ներկայացուցիչներ Բաքվում են մեկ ամիս առաջ Երևան եկած ադրբեջանցիների պատասխան այցով։ Այսօր արդեն աշխատում ենք Տրիպրուտ նախագծի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում է, քննարկումների առանցքում Թրամփի ուղին է եւ երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու հարցը։ Ընդդիմությունը հետաձգեց քաղբանտարկյալների մասին հայտարարության քվեարկությունը նախագծի շուրջ լսումներից հետո։ Կներկայացվի հայտարարության լրամշակված տեքստ։ Ինձ արդեն զգուշացել էին, որ դատավորը թույլտվություն չի ստացել Նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի։ Մինչ այդ Լիդիա Մանթաշյանի կալանքի երկարաձգումը հարուցում է նրա պաշտպանի եւ իրավապաշտպանների մտահոգությունը։ Այսօր 2 ամսով կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի որդին Սպարտակ Ղուկասյանը շորթման հոդվածին ավելացած խուլիգանության մեղադրանքով։ Խուլիգանությունն ավելացվել է նաև Վարդան Ղուկասյանի մեղադրանքներին։ Ռուսաստանի միգրացիոն խստացումների պատճառով արտաքսման վտանգի առաջ կանգնած բեռնատարների հայ վարորդների խնդիրները դեռ չեն լուծվել։ Իմ մոտ այնպես տպավորությունն է, ոնց որ մեր մասին էլ ոչ մեկ չի հիշում։ Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանը, ըստ որի Կիևը զգալի զիջումներ պետք է անի, զուսպ կամ կոշտ արձագանքների է արժանանում ուկրաինացիների կողմից։ Հայաստանի քաղաքասարակության 5 ներկայացուցիչները ժամանել են Բաքու, առավոտյան հաղորդեցին ադրբեջանական լրատվամիջոցները ողջ օրվա ընթացքում այլ տեղեկություն չհրապարակելով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայերը պատասխան այցով են Բաքու մեկնում մասնակցելու համատեղ քննարկումներին։ Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն, սակայն նախատեսված չէ, թեև նրանք նախապես նման ցանկություն հայտնել էին։ Երկու երկրների կառավարությունների նախաձեռնությամբ ստեղծված փորձագիտական խմբերի երևանյան հանդիպումը մեկ ամիս առաջ կայացավ, այն սկանդալով ուղեկցվեց։ Պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր 2022-ի վերջին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստ կինը։ Հայկական կողմից արձագանքեցին, թե միմյանց կազմերը նախապես չեն քննարկել։ Այսօր Բաքու են մեկնել Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը եւ իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Երկու կողմի փորձագետների հայտարարությունների համաձայն քննարկումների օրակարգում նաև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման, ապա շրջափակման գործընթացն արագացնելու, անվտանգության, համատեղ տնտեսական եւ լոգիստիկ ծրագրերն են։ Ծրագրված է նաև հանդիպում ադրբեջանցի պաշտոնյայի հետ, թե ում չի հաղորդվել։ Երևանում ադրբեջանցիներին անվտանգության խորհրդի քարտուղարներ ընդունել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ղազախստանում է, որտեղ հանդիպել է նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հետ, պարգևատրվել այդ երկրի բարձրագույն պարգևով։ Երկու երկրների ղեկավարների քննարկումների առանցքում թրիփն է Սյունիքով անցնելիք Թրամփի ուղին, որով ոչ միայն Ադրբեջանը պիտի կապ հաստատի Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, այլև հնարավոր է Միջին Ասիան կապվի նաեւ Եվրոպայի հետ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը հայտարարել է, որ հետաքրքրված են մասնակցել Թրամփի ուղի նախագծին, իսկ Հայաստանի հետ պատրաստվում են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Ռուսաստանից, Բելարուսից հետո Ղազախստանը հետխորհրդային երկրների շարքում երրորդն է Հայաստանի հետ առևտրաշրջանառության ցուցանիշով։ Ըստ վիճակագրության կոմիտեի անցած 9 ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է $60 միլիոն։ Այսօր արդեն աշխատում ենք, ինչպես ասացի, Տրիպրուտ նախագծի վրա, որը կարծում եմ էականորեն մեծացնելու է նաև Հայաստանի եւ Ղազախստանի միջև երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է թե Հայաստանի, թե Ղազախստանի արտահանման պոտենցիալը, Հայաստանի դեպքում դեպի արևելք, Ղազախստանի դեպքում դեպի արևմուտք, եւ մենք իհարկե շատ ուրախ ենք, որ Ղազախստանը ամենաբարձրագույն մակարդակով հետաքրքրում
հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, որը իհարկե լինելու է բաղկացած է լինելու երկաթուղային հաղորդակցությունից, խողովակաշարերից, էլեկտրահաղորդման գծերից, մալուխներից եւ նաեւ ավտոտրանսպորտի համար նախատեսված ենթակառուցվածքները Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստակամություն են ցուցաբերել տրամադրել միմյանց։ Մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել, որ այս նոր ակտիվությունը եւ դինամիկան մեր հարաբերությունների արդյունք են 2024 թվականին Հայաստանի Հանրապետություն ձեր ունեցած պաշտոնական այցի, որը շատ կարևոր եւ առանցքային նշանակություն ունեցավ, այդ այցը նոր լիցք հաղորդեց մեր հարաբերություններին եւ ահա մենք ունենք կոնկրետ արդյունքը, մեր հարաբերությունները վերաճել են եւ վերաճում են նոր մակարդակի։ Ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIP խաղաղության եւ բարգավաճման միջազգային Թրամփի ուղի նախագծին։ Այսպիսի նախագծերը հյուսիս-հարավ նախագիծը, ինչպես նաեւ միջին միջանցքի նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին։ Հետևաբար տրանսպորտային համագործակցությունը կբացի մեծ հնարավորություններ երկու երկրների համար։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը, որ հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել օգտվելով Ադրբեջանի տարածքից։ Մենք համաձայնության ենք եկել փոխանակել մեր փորձը, երբ խոսքը գնում է արհեստական բանականության, տեխնոլոգիաների եւ թվայնացման մասին։ Մենք նաեւ խոսել ենք համատեղ ծրագրերի իրականացման մասին։ Մեծարգո պարոն Փաշինյանի հետ միասին ուրախ կլինենք ծանոթանալ տարածաշրջանում մի մեծ ՏՏ ոլորտի հանգույցին։ Մյուս տարի կստեղծվի Թումո-Աստանա կազմակերպությունը։ Ղազախստանում թվայնացումը շատ արագ եւ դինամիկ է զարգանում։ Այդ առումով Հայաստանը նույնպես էական հաջողությունների է հասել։ Այս ոլորտը հանդիսանում է նոր լոկոմոտիվ, որը հնարավորություն կտա խթանել երկու երկրների տնտեսության զարգացմանը։ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը այսօր քննարկեց ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը, որում նշվում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան եւ որ ժողովրդավարությունը երկրում հետընթաց է ապրում։ Իշխանական падգամավորները պնդում են, որ քաղբանտարկյալներ Հայաստանը չունի եւ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու առանց քաղաքացիական պայմանագրի աջակցության նախագիծը լիագումար նիստի օրակարգ չի կարող մտնել։ Խմբակցությունը ներկայացրել։ Քաղբանտարկյալների մասին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծի քննարկումն այսօր պետաիրավական հանձնաժողովում ավարտվեց առանց քվեարկության։ Հիմնական զեկուցող ընդդիմադիր падգամավոր Էլինար Վարդանյանը առաջարկեց 2 ամսով հետաձգել քվեարկությունը։ Խնդրում եմ քվեարկության չդնել հարցը, քանի որ առաջիկա լսումների արդյունքում կներկայացվի հայտարարության լրամշակված տեքստը։ Հայաստան խմբակցության հեղինակած նախագծում հողում է արվում ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևին։ Ընդդիմադիրների կարծիքով այս բանաձևով սահմանված չափանիշներով Հայաստանում մոտ 6 տասնյակ քաղբանտարկյալ կա։ Քրեական հետապնդման են ենթարկվում հենց 1900 բանաձևով սահմանված առաջին չափանիշի հիման վրա, այսինքն կալանավորումը իրականացվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրություններում արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի խղճի, կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքներից որը մեկը խախտում։ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նիստում մի շարք կանոններ հնչեցրեց, որոնք ընդդիմության գնահատմամբ քաղբանտարկյալներ են։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ մասնագիտությամբ իրավաբան Վլադիմիր Վարդանյանը ChatGPT-ին է դիմել, որ հասկանա ընդդիմադիրների պնդումները որքանով են հիմնավոր։ Ես պարզապես ձեր հայտարարության տեքստը գցել եմ արհեստական բանականության համապատասխան գործին ChatGPT-ին եւ ստացել եմ պատասխաններ, կարող եմ ընթերցել, եթե ցանկանում եք։ Իսկ եթե ընթերցեմ, կստացվի հետեւյալը, որ արկա են դատողություններ, դրանք հիմնավորված չեն փաստերով, չկա որևիցե զեկույց, թե միջազգային կազմակերպությունների, թե միջազգային կառույցների վերաբերյալ, չկան փաստեր, չկան թվեր, չկա վերաբերում քաղաքական գնահատական որպես ձեր կողմից, ձեր անկալմամբ քաղաքական գնահատական կարող է լինել, բայց այն ինչ որ դուք ներկայացել եք, որովհետեւ հիմնավորում տակը չունի։ Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում իշխանականները հիմնականում միջազգային կառույցներին էին հողումանում, պնդելով, որ չկա այնպիսի մի կառույցից տրված անաչառ գնահատական, որում արձանագրված է Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ այս պահին միջազգային կառույցները կարծես թե իրեն
ճգնաժամի ինչ որ փուլում են գտնվում։ Նախորդ իշխանությունների ժամանակ հենց միջազգային կառույցների աջակցությամբ է եղել, որ հաղթահարվում էին որոշակի խնդիրներ։ Այսօր մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնացել։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը բնական է համարում, որ իշխանությունը չի ընդունում, թե մարդկանց քաղաքական ճնշումների է ենթարկում։ Ընդդիմադիր պատգամավորը իր խոսքը փորձեց հիմնավորել օրինակներով եւ հարցրեց, քանի ՔՊԱ-ական համայնքի ղեկավար կա, որ մեղադրվում է կոռուպցիայի համար եւ կալանավորված է ինչպես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Եվ այդ դեպքում դուք ասեք, կա խտրական Դիանա Գասպարյանը, որ համայնքի ղեկավար էր, որ հրաժարական տվեց, այդ հիմքով հրաժարական տրվեց։ Այսինքն դուք հիմա գլխի վրա շուռ եք տալիս, ասում եք, չէ, դրա փաստերն ուրիշ են, սան ուրիշ է։ Ընդդիմության պնդումներն ու ներկայացրած հիմնավորումները խիստ զայրացրին Անուշ Քլոյանին, ժողովրդավար ու ինքնիշխան է Հայաստանը, պնդեց ՔՊԱ-ական պատգամավորը։ Մենք ապրում ենք ազատ ժողովրդավար ինքնիշխան պետությունում եւ յուրաքանչյուր մարդ ազատ է իր կամքը արտահայտելու, իսկ այն մարդիկ, ովքեր որ ձերբակալված են, խախտել են օրենքները։ Նախագծի հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը հիշեցրեց Սամվել Կարապետյանի ձերբակալությանը նախորդող Նիկոլ Փաշինյանի գրառումները, որոնցից անմիջապես հետո իրավապահները գնացին գործարարի հետևից։ Եվ այդ հրապարակային մեկնաբանության հիման վրա էր, որ որոշեցին դա հանդիսանում է իշխանություն զավթելու կոչ։ Քաղբանտարկյալների հարցով ընդդիմության նախաձեռնած լսումները հաջորդ շաբաթ են նախատեսված։ Արծվիկ Մինասյանն այսօր տեղեկացրեց, հրավիրել են նաև գլխավոր դատախազին։ Կմասնակցի Աննա Վարդապետյանը լսումներին, թե ոչ, կառույցից հրաժարվեցին մեկնաբանել։ Ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում նաև ահաբեկչության փորձի եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանին, որ արդեն 5 ամիս է կալանքի տակ է։ Բանտում նա կմնա առնվազն մինչև փետրվարի վերջ, քանի որ դատարանը 3 նրա կալանքը եւս 3 ամսով երկարաձգեց։ Մինչ այդ մյուսների խափանման միջոցները մեղմվեցին։ Ի տարբերություն մյուս մեղադրյալների, Մանթաշյանը նաև զրկված է տեսակցությունների հնարավորությունից։ Ընդդիմությունը հենց այս հանգամանքներն է մատնանշում հիմնավորելու, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։ Ինձ արդեն զգուշացրել էին, որ դատավորը թույլտվություն չի ստացել Նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի, եւ մի շաբաթ առաջ սա գիտեի։ 5 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո Լիդիա Մանթաշյանը եւս 3 ամիս կմնա բանտում։ Դատավոր Ֆարխոյանը երեկ որոշեց երկարացնել նրա կալանքը մինչև հաջորդ տարվա փետրվար։ 39-ամյա Մանթաշյանը, որ Բագրատ Սրբազանի գործով մեղադրվում է ահաբեկչության փորձի եւ իշխանության յուրացում նախապատրաստելու համար, հենց դատարանում հայտարարեց, որ իրեն կալանքի տակ պահելու եւ այդ կերպ պատժելու որոշումը վերևից է։ Ցավով եմ արձանագրում այս փաստը, որ ինչ որ մարդիկ գալիս են մոտենում, ասում են դատարանը թույլտվություն չի ստացել քեզ ազատ արձակելու։ Եթե մեր երկրում արդարադատությունը հիմա այդ ձևով է կատարում, պետքա վերևից թույլտվություն տան, որ մեկին կալանքի տանեն կամ կալանքը վերացնեն, մենք շատ մեծ մեղքի մեջ ենք։ Երամսյակը մեկ երկարացվող կալանքին զուգահեռ Լիդիա Մանթաշյանի տեսակցությունների վրա դրված արգելանքն էլ չի հանվում։ Նրան կարող են այցելել միայն ընտանիքի մերձավոր անդամները։ Այն դեպքում, երբ նույն գործով գլխավոր մեղադրյալ Բագրատ Սրբազանի դեպքում այդ արգելքը հանվել է եւ նրան կարող է այցելել ցանկացած ոք։ Այս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Ըստ փաստաբան Տաթևիկ Սողոյանի, այս պահին Լիդիային կարողանում է այցելել միայն քույրը, ամիսը 2 անգամ։ Մայրը վատառողջ է, ունի սրտի խնդիրներ, այդ պատճառով դստեր կալանքը երկարացնելու մասին չեն հայտնել։ Հայրն անցած տարի է մահացել։ Սա յուրահատուկ խոշտանգման ձև է մարդուն տանել մի խցում արտաքին աշխարհից կտրված, ինչ որ այն պայմաններում, պատկերացնում եք, ինքը այդ խուցը, օրինակ նույն Բագրատ Սրբազանը, եթե իր խուցը կիսում է Միքայել Սրբազանի հետ, որ ում հետ քիչ թե շատ ընդհանուր բաներ ունեն, խոսալու նույն թեմաներն ունեն, նույն աշխարհի վերջո հոգևոր եղբայրներ են։ Լիդիա Մանթաշյանը այնտեղ խուցը կիսում է շատ տարբեր կյանք ու կենսագրություն ունեցող, հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ, մենք ասում ենք, ես այստեղ կգժվեմ։ Ամեն օր ստիպված են լինում ինչ-որ ցածրորակ սերիալներ նայել, ասում եմ, ես կյանքում նույնիսկ հայհոյանք լսած չկայի։
Այն, որ Բագրատ Սրբազանի գործով միակ կնոջը Լիդիա Մանթաշյանին ուղակի պատժում են, փաստաբան Տաթևիկ Սողոյանի պնդմամբ ցույց են տալիս ոչ միայն անվերջ երկարացվող կալանքներն ու տեսակցությունների վրա դրված արգելանքը, այլև այն փաստը, որ նույն ահաբեկչության գործի շրջանակներում նույն մեղադրանքով 11 անձի ազատ են արձակել, մինչդեռ գործը քննող դատավոր Ֆարխոյանի եւ վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի որոշումներով 39-ամյա կինը 5 ամիս անազատության մեջ մնալուց հետո առաջիկայում եւս 3 ամիս կմնա Աբովյանի կանանց բանտում։ Կա քաղաքական ուղիղ հրաման չազատելու կալանքից Լիդիա Մանթաշյանին։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի համոզմամբ այս կերպ ոչ միայն պատժում են Լիդիա Մանթաշյանին, Բագրատ Սրբազանի ամենահավատարիմ անձը լինելու համար, վրեժխնդիր են լինում ոչ միայն Բագրատ Սրբազանից, ով պարբերաբար հորդորում է ազատել Լիդիային, այլև հստակ մեսիջ են հղում ընդդիմադիր հայացքներ ունեցող կանանց։ Առնվազն վրեժխնդրության պատժի եւ այս սարսափը տարածելու հենց բառի ուղիղ իմաստով ահաբեկելու հանրությանը, այս ակնհայտ է։ Մենք ինչքան մոտենալու ենք 26 թվականի ընտրություններին, այնքան այս ռեպրեսիվ ապարատը շատ ավելի բիրտ է աշխատելու, ցույց տալու, որ մենք չունենք կարմիր գծեր։ Մարդիկ, եթե դուք հիմա դեռևս տարակուսում եք կանայք, աղջիկներ եւ այլն, արդյոք մտնեք որևէ դժվարին պայքարի մեջ, քաղաքական, իրավապաշտպանական, ապա մեկ անգամ ավել մտածեք, պատրաստ եք դուք արդյոք այս զոհողություններին գնալու, այս տառապանքների միջով անցնելու, թե ոչ։ Լիդիա Մանթաշյանն ինքն էլ երեկ խոսեց իրեն պատժելու իշխանության դրդապատճառների մասին, առանց հստակեցնելու, թե խոսքը ում մասին է։ Ես գիտեմ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել այդ հարցերը, որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել եւ իրանք նեղվում են դրանից։ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը մեծ արձագանք է ստացել թե իրավապաշտպանների եւ թե փաստաբանական համայնքի շրջանում։ Իրավապաշտպան Զարու Հովհաննիսյանը անընդունելի է համարել մեջբերում եմ կնոջը թիրախավորված եւ հետեւողական հալածելը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ Լիդիա Մանթաշյանի հետ կատարվողը համեմատել է խորհրդային դատախազական մեթոդների հետ, երբ ամեն ինչ արվում էր, որ մեջբերում եմ ցավեցնեն, մռմռացնեն։ Երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը, մեջբերման ավարտը։ Ինչու ճիշտ նույն հոդվածներով մեղադրվող 11 տղամարդկանց խափանման միջոցը փոխվել է եւ նրանք ազատ են արձակվել, իսկ Լիդիա Մանթաշյանին շարունակում են պահել բանտում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ այս տարբերակված մոտեցման պատճառները չի հասկանում։ Ես դա համարում եմ իհարկե պատժիչ գործողություն, ոչ իրավաչափ որոշում, որոշ դեպքերում, երբ որ խափանման այլ միջոցներ են կիրառում, ասենք թեկուզ տնային կալանք կամ վարչական վերահսկողություն եւ այլն, չես էլ հասկանում, թե ինչով է պայմանավորված այդ տարբերակված մոտեցումը։ Տարբերակված է, ինչու են տարբերակում կնոջ դեպքում։ Ես կրկնում, ես չեմ կարողանում հասկանալ։ Ես ասեցի ձեզ, ընտրողական արդարադատության երևույթը բնորոշ է դատական համակարգին։ Այսինքն ինչ որ պետք է պատվեր լինի դատարանին, որ փորձում եք ինձ այս պատվերի մասին, չկա պատվեր։ Եթե պատվեր եղներ, Ռոբերտ Քոչյանը հիմա նստած կլիներ, Սերժ Սարգսյանը նստած կլիներ, եթե պատվերի մասին է խոսքը։ Ասում եմ, եթե պատվերի մասին լիներ խոսքը, բոլորը դրանք նստած կլինեին, բայց նստած չեն։ Հետևաբար պատվերի մասին եկեք չխառնենք էլի համեմատություն տանել կամ զուգահեռներ տանել։ Միջև դեպքում ինչու պետք է շահագրգռված լինի տղամարդկանց թողնել, իսկ այս կնոջը, որ առավել Ես չեմ հասկանում։ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարացնելու դատավորի որոշումը պաշտպանական կողմը հերթական անգամ կբողոքարկի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Այսօր 2 ամսով կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի որդին Սպարտակ Ղուկասյանը շորթման հոդվածին ավելացած խուլիգանության մեղադրանքով։ Խուլիգանությունն ավելացվել է նաև Վարդան Ղուկասյանի մեղադրանքներին։ Ռուսաստանի միգրացիոն խստացումների պատճառով արտաքսման վտանգի առաջ կանգնած բեռնատարների հայ վարորդների խնդիրները դեռ չեն լուծվել։ Իմ մոտնես տպավորությունը ոնց որ մեր մասին էլ ոչ մեկ չի հիշում։ Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանը, ըստ որի Կիևը զգալի զիջումներ պետք է անի, զուսպ կամ կոշտ արձագանքների է արժանանում ուկրաինացիների կողմից։
Այսօր 2 ամսով կալանավորվել է Գյումրիի քաղաքապետի որդին Սպարտակ Ղուկասյանը։ Նա սեպտեմբերից տնային կալանքի տակ էր հարկադրանքի եղանակով շորթման համար, երեկ այս մեղադրանքին ավելացավ նաև խուլիգանությունը։ Նույն մեղադրանքը առաջադրվել է նաև նրա կալանավորված հորը Վարդան Ղուկասյանին, սա 1 ամսում Վարդան Ղուկասյանի արդեն 3-րդ մեղադրանքն է։ Փաստաբանի փոխանցմամբ իրավապահները խուլիգանություն են որակել դատական նիստում հոր եւ որդու վիրավորական խոսքը իրենց կոռուպցիոներ համարողների հասցեին։ Միայն այն, որ անձը գտնվել է տնային կալանքի տակ եւ նրան ձերբակալել են որպես ազատության մեջ գտնվող մեղադրյալ, ինքնին արդեն խնդրահարույց է։ Եվ հետեւաբար մենք դուրս մտահոգություն ունենք, որ քրեական դատավարության դրույթները առանձին անձանց նկատմամբ կիրառվում են այլ մեկնաբանությամբ, քան պետք կիրառվեն։ Վիճարկելու եք, ես ճիշտ հասկացա։ Որոշումը ստանանք ամենայն հավանականությամբ այո։ Դատարանում մեր ներկայացվածը 2 առանձին մեկը մեկից անկախ փաստարկներ են։ Մեկը անկախ նրանից թե ինչ է կատարվել։ Այս ռեժիմով չեք կարող տնային կալանքի տակ գտնվող անձին ձերբակալել եւ առավել եւս կալանավորել։ Այսինքն սա անկախ գործի փաստերից այս ռեժիմով օրենքը չի նախատեսում կալանավորման հնարավորություն կոնկրետ խուլիգանության բարույթով։ Կարգալույծ արված քահանաների թիվը կարող է ավելանալ ևս մեկով Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի վերաբերյալ Մայրաթորում կարգապահական հանձնախմբի նիստ էր այսօր, որոշում դեռ չկա։ Տեր Թադեն դեռ սեպտեմբերին միացել էր այժմ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանային, ով քննադատում էր կաթողիկոսին, մասնակցել էր նրա ծեսին, պատարագի ընթացքում չէր հնչեցրել վեհափառի անունը։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանային այսօր Մայրաթոր են կանչել կարգապահական հանձնախմբի նիստի։ Երբ այդ հակականոնական այդ կեցվածքի համար բնականաբար դա էր կարգապահականում քննության ենթակա հարցը։ Թալինի եկեղեցու պատարագին էր վեհափառի անունը չհիշատակվեց, դրա մասին է խոսքը։ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատուն հաստատում է քննարկում նախատեսված է։ Միաժամանակ հերքում այն ինչ իշխանական մամուլներ գրել թե վեհափառի 3 Արարատյան թեմի քահանաների հետ հանդիպման ժամանակ ասել է Տեր Թադեն պիտի կարգալույծ հռչակվի։ Հերյուրանք է ըստ Տեր Եսայի քահանայի։ Տեր Թադեի վարքը քննարկվում է, որոշում դեռ չկա եւ այսօր էլ չի լինի։ Քահանան դեռ սեպտեմբերին այլևս չեմ կարող լռել ճիչով միացել էր այժմ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանային, ապա մասնակցել կարգալույցի ծեսին, ապա Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցելիս չէր հնչեցրել վեհափառի անունը։ Այդ պատարագին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Գեորգ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության պետական այրեր Մտադիր է մասնակցել կարգապահականի նիստին, Տեր Թադեն հրաժարվեց որևէ մեկնաբանությունից։ Ոչ մի բան չեմ ուզում մեկնաբանել։ Վարչապետի հռչակած վեհարանի ազատագրական պայքարում Տեր Թադեն, եթե կարգալույծ արվի, կլինի 3-րդ քահանան, որ կարգից զրկվում է այդ պայքարին աջակցելուց հետո։ Թալինի քահանան, ի տարբերություն Տեր Արամի, այսինքն Ստեփան Ասատրյանի կամ Տեր Տարոնի, այսինքն Վարդան Հունանյանի, այս ընթացքում եկեղեցական բարքերի քննադատությամբ աչքի չի ընկել, հարցազրույցներ չի տվել։ Նախկին քահանա Տեր Տարոնի տեղեկությամբ Տեր Թադեն կարգապահականի նիստին մասնակցելու միտք ուներ։ Պիտի ասեն ինչ եք պատարագի մասնակցել, չգիտեմ, կարգալույծների հետ ինչի պատարագ արել եք կաթողիկոսյանում չեք տվել, այս հարցերն այն անհնազանդություն նույն եկածներն են պատմում։ Թե Վարդան Հունանյանը, թե Ստեփան Ասատրյանը քահանայական կարգից զրկվելուց հետո շարունակում են խորան բարձրանալ։ Նախկին Տեր Տարոնը որևէ եկեղեցում հովություն չէր անում, նրա համար հիմա հարթակ է հովանավանքը, որը կարգից զրկված Ստեփան Ասատրյանի տիրապետության տակ է։ Արագածոտնի թեմի քահանաներին նա արգելում է վանք մտնել։ Անցած կիրակի այստեղ ծես էր անում կարգալույծ հռչակված Տեր Տարոնը։ Եվ ամեն մի արդարության խոսք որ հնչում է, դա ընդգծում է որն է այստեղ ընդգծումը։ Եթե սխալ եմ ասում, ապա ասեք սխալ եմ ասում, կամ ինչն եմ սխալ ասում։ Երկու քահանաներն էլ կարգալույծության որոշումը չեն ընդունում եւ այն հիմնավորում են բառացի Նիկոլ Փաշինյանի բառերով. կարգալույծը կարգալույծ անել չի կարող։ Վեհափառի անունն էլ պատարագի ընթացքում չհնչեցնելը բխեցնում են այդ ձևակերպումից։ Եթե վեհափառ չունենք այսօր ոնց կարելի է վեհափառի անուն տալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հռչակած հոգևոր նորոգման շրջանակներում ամեն կիրակի պատարակների է գնում։ Պատարակիչ գործող թե կարգալույց քահանաները իրենց աղոթքների պարտադիր տեքստից չեզոքացնում են ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Այդպես էր նաև Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Եվ եւս առավել խոսքերից հետո պիտի հնչեր ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Այստեղ սակայն կարճ լռություն է, կողքից մի ձայն։ Այս դեպքում պատարագում էր գործող քահանա Տեր Հովանեսը։ Ավելին, Խաչիկի եկեղեցում էր Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը։ Նրա ներկայությամբ, գուցե նաև մասնակցությամբ է աղոթքներից կրճատվել վեհափառի անունը։ Արդյոք նրանց կարգալուծության հարցնել է քննարկվելու։ Մայրաթորը շատ զգուշ է արձագանքում։ Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում եւ Սուրբ Պատարագի արարողության։ Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ Սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումները եւ կներկայացնի հարկ եղած լուսաբանումները։ Ազատությունն ավելի վաղ տեղեկություն ուներ, որ Մայրաթորում մի խումբ եպիսկոպոսներ ու arczepiskoposներ եկեղեցու շուրջ ծավալվող այս իրադարձությունները փորձում են հանգուցալուծել վեհափառին գահից իջեցնելու գործընթացով։ Այս մասին հարցրել էինք նաև Աբրահամ Սրբազանին ու ստացել պատասխան, որ ավելի շատ հարցեր է առաջացնում։ Ես չգիտեմ այդ քննարկումը կա թե չկա, ես Վայոց ձորում չեն ասում այդպես բաներ։ Կա թե չկա, չգիտեմ։ Հայ վարորդների խնդիրները Ռուսաստանում չեն լուծվում։ Ռուսաստանը միգրացիոն ոլորտում խստացրել է կանոնները եւ չի թույլատրում 90 օրից ավելի իր տարածքում գտնվել։ Բեռնափոխադրող վարորդներն այդ ժամկետը շատ արագ են սպառում եւ հայտնվում են արտաքսվողների ցուցակում։ Բոլոր պահանջ-խնդրանքները Ռուսաստանի հետ հարթել այդ խնդիրը եւ ժամկետն ավելացնել արդյունք չտվեցին, հիմա շատերը պարզապես չեն վարում, սպասելով նոր տարուն եւ նոր ժամկետին։ Արդյունքում բեռնափոխադրման գներն են աճել։ Ռուսաստանի Դաշնությունում որևէ փոփոխություն չկա այն խոստումը, որ մեր բեռնափոխադրողների համար 90-օրյա ռեժիմը կդառնա 180 օրյա, դեռևս մնացել է խոստման մակարդակում։ Շարունակում են բեռնափոխադրողներին մուտքի արգելք դնել եւ շարունակում են բեռնափոխադրողները հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Ռուսաստանի միգրացիոն խստացումների պատճառով արտաքսման վտանգի առաջ կանգնած բեռնատարների հայ վարորդների խնդիրները դեռ չի լուծվել։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է, պարզապես վարորդների մի մասն ավելի զգուշավոր են դարձել։ Եթե արդեն սպառել են 90-օրյա ժամկետը, այլևս չեն գնում Ռուսաստան, որ ոչ արտաքսվեն, ոչ դատարանի առաջ կանգնեն, ոչ էլ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվեն։ Այսինքն անգործ են մնում Հայաստանում, մինչև տարին փոխվի։ Ոստիկանությունը շարունակում է մուտքի արգելքները դնել, կոռուպցիոն ռիսկերը մեծացել են եւ գումարային շորթումների թվերը մեծացել են, երբ որ ոստիկանությունը պատրաստ է աչք փակել, եթե օտարերկրացու մոտ ժամկետը անցած է, որոշակի գումարի դիմաց։ Սա բավականին ակտիվ կիրառվում է, ցավով պետք է նշեմ, բայց ամեն դեպքում ինչ որ պահի նույնիսկ այդ մարդկանց նկատմամբ հնարավոր է կախված ոստիկանի տրամադրությունից իրենք դնեն մուտքի արգելքը։ Վարորդներն ասում են, իրենց բողոքի ակցիաներով չկարողացան պարտադրել Հայաստանի կառավարությանը, որ ռուսական կողմին համոզի հայ բեռնատարների համար անիրատեսական է տարվա ընթացքում 180-ի փոխարեն 90 օր այդ երկրում գտնվելու սահմանափակումը։ Հիշեցնում են, Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը Լարսն է, իսկ այնտեղ գրեթե միշտ անծայրածիր խցանումներ են։ Այդ 90 օրվա մեծ մասը հենց Լարսի խցանումներում են սպառում։ Երևի հենց այս ռեյսը կվերադառնա, եթե Լարսում հանգարց շատ հերթ եղավ, իմ օրերը կփրկվի։ Իմ մոտ այնպես տպավորությունն է, ոնց որ մեր մասին էլ ոչ մեկ չի հիշում, մենք այնպես բացի թողի վիճակում գնում գալիս ենք, ով որ պահին ինչի հանդիպեց, այդ պահին իր հնարավորությունների սահմաններում փորձում է այդ հարցը լուծի։ Վախենալով գնում ենք, վախենալով գալիս ենք։ Տուն էլ չեմ կարող մնալ, որտեղ սա իմ միակ աշխատանքն է։ Հիմա երբ որ զապրետ կլինի, վաղ կգնամ, կկանգնեմ կառավարության շենքի դեմը, կապրեմ ընդ էլի։ Վարորդները դադարեցրել են բողոքի ակցիաները, որովհետև պնդում են, շատերը ստիպված զարտուղի տարբերակներով են բեռները Ռուսաստան հասցնում։ Ասում են, թանկացրել են բեռնափոխադրումները, որ կարողանան Ռուսաստանի ճանապարհներին իրենց կանգնեցնող տեսուչների պահանջած գումարը վճարել։ Ըստ նրանց, սա է պատճառը, որ Ռուսաստանից Հայաստան բերված ապրանքները շուկայում ավելի թանկ են վաճառվում։ Իդեպ պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում 1 տարում սննդամթերքը 5.4%-ով թանկացել է։ Թե միգրացիոն փորձագետը եւ թե օրինակ անանուն մնալ ցանկացող այս վարորդը ասում են, ռուս տեսուչներն իրենցից շուրջ 250,000 դրամ են պահանջում։ Մոտապես ինչ գումարների մասին է խոսքը, որ ասում եք թվերը մեծանում։ 30-ից 50,000 ռուբլի։
կաշառքը երբևիցե չէր էլ վերացել, ուղղակի հիմա ավելի է բարձրացել թվերը։ Մեր կաշիները քերում են այդ ճանապարհային ոստիկանները։ Կանգնացնում են, անգամ արդեն գյուղերի մեջ որտեղ կանգնած են, սկսում են, բան օրերը տենք հաշվում է, էսեն, դե բնական է, վարորդն էլ իր աշխատանքը պահելու համար ըստ իրավիճակի գումարներ են էլի շորթում, մեծ գումարներ։ Ռուսաստանում միգրացիոն խստացումներն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարից։ Օրենքը խախտողները տուգանվում, ձերբակալվում, արտաքսվում, հաճախ նաև կալանավորվում են։ Բայց այս խնդիրների մասին տեղեկանում են, երբ ռուսական իրենց բանկային հաշիվները սառեցվում են։ Սա նշանակում է, որ արդեն հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է, իրենց առայժմ հաջողվել է շուրջ 150 վարորդների այդ ցանկերից հանել, բայց առայժմ միայն սա է փոքրիկ առաջխաղացում։ Որպես փորձագետ իմ ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի եւ ԵԱՏՄ հանձնաժողովի համագործակցության արդյունքում մինչեւ այս պահը ինձ դիմաց բոլոր վարորդներին, որոնք հայտնվել էին վերահսկվող անձանց ռեեստրում, ԵԱՏՄ-ի դիմումների համաձայն հանել են վերահսկվող անձանց ռեեստրից, բայց քանի որ հիմա նաեւ այդ համակարգերի փոփոխությունն է ուժի մեջ, ամենայն հավանականությամբ հաջորդ տարվանից ռեեստրում հայտնված անձանց թույլ չեն տա մուտք գործեն։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր ազգային ժողովում հայտարարել, եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջելու գնով լուծման գնալ։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը թեև համաձայն է Միրզոյանի հետ, բայց պնդում է, կառավարությունը դեռ նախորդ տարի պետք է ինտենսիվ բանակցությունների անցներ, որ բանը դեպորտներին չհասներ։ Բեժանյանը հիշեցնում է, Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ երկիր է։ Այդ պայմանագիրը, որպես միջազգային փաստաթուղթ, բարձր է բոլոր ազգային օրենսդրություններից։ Ըստ նրա, ԵԱՏՄ բոլոր երկրները պետք է հղում անեն սրան ու նշեն, որ առնվազն ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա այս արգելքը պետք է չտարածվեր։ Եթե ես օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն գիտեի այդ հայտարարության մասին, որ օրենքը վերաբերվելու է բոլոր, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, եւ առնվազն 1 տարի խոսում էի դրա մասին, ես վստահ եմ, որ կառավարությունն էլ տեղյակ է դրանից։ Նույնիսկ օրենսդրություն փոխել պետք չի, ընդամենը պետք է, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական կամք դրսևորի, հարգել իր իսկ կողմից ստորագրած ԵԱՏՄ պայմանագիրը։ Ռուսաստան մտնելու մինչև 5 տարվա արգելք ստացած բեռնատարների հայ վարորդները դեռ տեղյակ չեն, ինչպես է լուծվելու իրենց հարցը։ Փորձագետ Բեժանյանն էլ չգիտի, արդյոք քննարկվում է այս մարդկանց ճակատագիրը։ Նրանք փաստորեն 3-ից 5 տարի չեն կարող զբաղվել իրենց հիմնական աշխատանքով։ Միջազգային լրահոսից հիմնական թեման Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանն է, ըստ որի Կիևը զգալի զիջումներ պիտի անի։ Կհամաձայնի Ուկրաինան այս ծրագրին առայժմ հստակ չէ, համենայն դեպս երեկ նախագահ Վլադիմիր Զելենսկին բավական զուսպ է արտահայտվել։ Ուկրաինացի այլ գործիչներ ավելի կոշտ են խոսել դրա վերաբերյալ։ Նախագահ Զելենսկին առաջիկայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկի խաղաղության ամերիկյան նոր պլանը, հայտնում է Կիևը։ Նախագծով, որը հայտնվել է ազատության տրամադրության տակ, հաստատվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը։ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս, բայց որոշ պայմաններով, թե ինչ չի նշվում։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն։ Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկն անցնում են Ռուսաստանին։ Խերսոնում եւ Զապորոժիայում շփման գիծը սառեցվում է։ Տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը։ ՆԱՏՕ-ն իր հերթին պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում։ Ռուսաստանն էլ չհարձակվել Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա։ ԱՄՆ-ն եւ Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից $100 միլիարդ կհատկացվի։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն։ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ երեկ քննարկել է նոր ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համագործակցելու ուղիները։ Երեկոյան ուղերձում էլ բավական զուսպ է արտահայտվել նոր պլանի մասին, հայտնել է, որ ամերիկյան կողմին բացատրել է, թե ինչն է սկզբունքորեն կարևոր Ուկրաինայի համար, ապա նշել, պատրաստ են աշխատել նոր պլանի վրա։ Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ, իրական խաղաղություն, որը չի խախտվի երրորդ ներխուժմամբ, արժանապատիվ խաղաղություն, այնպիսի պայմաններով, որոնք հարգում են մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ ուկրաինացիների արժանապատվությունը, եւ հենց այս պայմաններն են, որ պետք է ապահովենք։ Ի տարբերություն Զելենսկիի, ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխտեսպանը անվտանգության խորհրդում կոշտ է արտահայտվել ծրագրի մասին խոսելիս։ Ուկրաինան պատրաստ է իմաստալից բանակցությունների, սակայն կան հստակ կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն, զգուշացրել է Խրիստինա Հայովիշը եւ հավելել. Կիևը երբեք չի ճանաչի Ռուսաստանի օկուպացրած տարածքները, դրանք չեն վաճառվում։ Ուկրաինան չի ընդունի ինքնապաշտպանվելու իր իրավունքի կամ մեր զինված ուժերի թվի եւ կարողությունների որևէ սահմանափակում, նաեւ չի հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում
այդ թվում մեր ինքնիշխան իրավունքի, ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը հերքել է, թե համաձայնել է նոր պլանին։ Ռուստեմ Ումերովն ասել է, հիմա ուսումնասիրում են այն եւ շեշտել ինքնիշխանությունը, անվտանգությունն ու արդար խաղաղությունն անփոփոխ սկզբունքներ են Ուկրաինայի համար, որն ակնկալում է, որ մյուս կողմերը կհարգեն իր դիրքորոշումը։ Reuters-ը երկու աղբյուրի հղումով հայտնում է, որ ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել հետախուզական տվյալների տրամադրումն ու զենքի մատակարարումն Ուկրաինային, եթե այն չհամաձայնի նոր պլանին մինչև հաջորդ 5 շաբթի։ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները խոսել են Զելենսկիի հետ եւ վստահեցրել, կշարունակեն աջակցությունն Ուկրաինային, որը պետք է լիովին ընդգրկված լինի խաղաղության գործընթացում։ Իսկ ուկրաինական զինուժը պետք է կարողանա պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Զելենսկին էլ հայտարարել է, դաշնակիցների հետ աշխատում են, ապահովելու, որ Ուկրաինայի պետական շահերը հաշվի են առնվում։ Եվրոպական միության արգոսնախարարը հայտարարել է, որ աջակցում են խաղաղության ցանկացած ծրագրի, որը տևական եւ արդար խաղաղություն կբերի։ Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Ուկրաինայի եւ եվրոպացիների մասնակցությամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է, Ուկրաինային կաջակցեն, որքան անհրաժեշտ լինի։ Ուկրաինան կարող է հույս դնել մեզ վրա, քանզի սա ագրեսիա է ոչ միայն Ուկրաինայի, այլև ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների դեմ, այն տեղի է ունենում եվրոպական հողի վրա։ Գերմանիայի արգոսնախարարի խոսքով էլ սա վերջնական պլան չէ, այլ առաջարկների ցանկ, որը դեռ պետք է քննարկվի։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա այս կետերը քննարկել ուժի դիրքերից, եւ հենց Ուկրաինան պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների գնալ, ինչպես որ Ռուսաստանը պետք է իր մասով նման որոշում ներկայացնի։ Մոսկվան պաշտոնապես առաջարկ չի ստացել Վաշինգտոնից, ինչ որ բաներ մամուլից են տեղեկանում, ասել է Կրեմլի խոսնակը, հավելելով, որ պատրաստ են բանակցել։ Ամերիկյան կողմից կան որոշակի գաղափարներ, բայց ներկայումս որևէ էական բան չի քննարկվում։ Մենք լիովին բաց ենք եւ շարունակում ենք բաց լինել խաղաղ բանակցությունների համար։ Այս ֆոնին Ռուսաստանը հայտարարել է, որ գրավել է Խարկովի Կուպյանսկ քաղաքը, նաև 4 գյուղ Դոնեցկում։ Ուկրաինան հերքել է, ասելով, որ Կուպյանսկի համար մարտերը շարունակվում են։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղ ժամը 16-ից։ Հաջողություն։